Վնասը, որը հանցավոր աշխարհը հասնում է երկրներին, երբեմն համեմատվում է հնարի բավականին լուրջ հատվածների հետ։ Մենակ ծննդատեղերի վաճառքը տարեկան աշխարհում կազմում է $100 միլիարդ։ Նման բաների մասին ուրեմն չեմ ուզում խոսել։ Հետևաբար հանցագործության պրոֆիլակտիկան կանխարգումը կարևոր դեր է կատարում եւ բոլոր ուսումնասիրողների հետազոտողներին խնդիրադրում ինչպես անում, որ գոնե նոր սերունդը ավելի ապահովված լինի եւ ներգրավի հանցավոր աշխարհ, հանցավոր ապրելակերպ, հանցավոր արարքներ չիրականացնի։ Եվ դա համաշխարհային խնդրեմ է, գոյություն են տարբեր վարկանիշներ երկրների, տարբեր չափանիշները, օրինակ Հայաստանը սպանությունների թվականակի ամենավերջի տեղն։ Հայաստանը ուրեմն սպանությունների թվականակով աշխարհում վերջի տեղն է։ Մենք մոտ ենք իսլամական երկրներին, որտեղ սպանությունները իրոք բավականին ցածր են, ինքնասպանությունների հետ միասին։ Հիմա եթե մենք վերադառնում ենք մեր ուրեմն տարածաշրջան, ամենահանցավորը Վրաստանն է, այնտեղ հանցագործները ռոմանտիկ sense մի հատ հայրատակումներ ունի, գովանալը դա ամուր բան չի, կողոպուտաները ընդհանրապես դա համար հերոսին է, ավազակ լինել ընդհանրապես դա համար հերոս է դառնում, դրա համար Վրաստանում նախորդ տարի եղել է մոտավորապես 80,000 հանցագործություն։ Անցած տարի։ Հա։ Եվ 2006 թվականին կներեք։ Ադրբեջանում 27,000, Հայաստանում 18,000։ Ես մենք դենեք աստիճանները որքան բավականին քիչ են։ Հայաստանում հանցագործությունների ուրեմն ձեռնարկների թվականակը բավականին համեստ է։ Նա 5% է 91 թվականին, մութ տարիներին կտրուկ աճեց հասավ մոտավորապես 7%-ի, հիմա նվազել է գտնում է 3%-ի սահմանում։ Բայց չմոռանանք, որ դեռահասների թվականակը կրճատվել է 2 անգամ։ Եթե 91 թվականին Հայաստանում մոտ 1,5 միլիոն դեռահաս կա, մինչև 10 տարեկան, հիմա նրանց թվականակը 700,000-ի է հասնում։ Հետևաբար այս կրճատումը պետք է համեմատել ընդհանուր ծավալի հետ, եթե այն ժամանակ դեռահասները կազմում էին բնակչության 35-40%, հիմա ընդհանրապես 25%, եթե հավատանք մեր վիճակագրությանը։ Հիմա ինչ վերաբերում է հանցանքի տեսակներին, ամենամեծը դա իհարկե գողությունն է, կողոպուտն է, բավականին մեծ պրոպորցիա։ Երիտասարդների մոտ մեծը ավտոմեքենաների առևանգում է Հայաստանում։ Ես էլ եմ մասնակցել մի մանրգործողության, հետո իմանալու, որ դա առևանգում էր առողջացանոթի մեքենա, արգետից վկետ տեղափոխել է դպրոցական տարիներում։ Հիմա մեծը տեխնիկական հանցագործություններ երիտասարդների մոտ, որտեղ նրանք նախ հիմա կոմպյուտերային գրագետ են, կարող է վաղը դառնալ կոմպյուտերային հանցագործ եւ բավականին մոռանում են ոնց սեփը բացանել, ոնց դուրը բացանել եւ այլն։ Շատ քիչ է սեքսուալ բնություններն ու սպանությունները, դա իրենց հանցագործությունների մեջ ընդհանրապես 4-5% է կազմում։ Հիմա եթե թվականակով վերցնենք 91 թվականին 7,700 ուրեմն հանցագործությունների բացահայտվել է 7,400-ը, որոնցից անչափահասները կատարել 392-ը։ Երկու տասնյակից ավելի է մեր հանրապետությունում անգործությունը օրինականացված է։ Կա պատճառահետևանքային կապը։ Մենք խոսում ենք, քննադատում ենք, քննարկում ենք գողությունը սոցիալական արմատ ունի։ Եվ ներողություն եմ խնդրում մեր հոգեբաններն ու սոցիոլոգները տասնյակ տարիներ ռուսական գրականությունից են օգտվում եւ չունեն այսօրվա առօրյական, չէ՞ որ փոխվել են ժամանակները, մարդիկ, պահանջները եւ քարացած օրենքներով են մոտենում կենդանի մարդուն, այսօրվա մարդուն։ Ուր են հոգեբանները, սոցիոլոգները, ինչի չեն անդրադառնում այս հարցին։ Եվ անչափահասների տեսչություն գոյություն ունի, վարչություն գոյություն ունի։ Ինչի անչափահասին միայն ասում են եկար պատիժը ոչ, զանցանքի համար են տանում երբեմն պատժելու։ Երբեմն դա պիտի
ուղղակի շտկել, իսկ հանցանքը պատժել։ Մարդուն զանցանքի համար դեռ ինքը չգիտի, անչափահասը դեռ չգիտի, որ դրա համար կարող է իրեն պատիժ տալ, հա։ Ես գիտեմ մի դեպք, դա հաճախ է, հեռախոսը խնդրել է, չունի հեռախոս։ Խնդրել է ինչ-որ մեկից ու չի վերադարձրել, դատապարտել էին 3 տարվա ազատազրկման։ Նմանատիպ մանր-մունր բաների համար ես ասում եմ մանր-մունր, որովհետև խոշորների առաջ աչք եմ փակում։ Ցավոք այդպես պիտի ասեմ։ Մենք բոլորս էլ տեսնում ենք, թե ինչ է կատարվում։ Խոշոր հանցագործությունների, սպանությունների, մինչդեռ կա դրդողներ, ես չեմ լսել մի դեպք, որ սպանություն կատարող արդեն տեսնում ենք։ Իսկ ով է դրդել։ Չէ որ հավասար պատիժ պիտի կրի։ Դրդողները երբեմն աթոռներում նստած են։ Եկեք հարցը Իսկ կոնկրետ անչափահասին չէ, հարցը բաժանենք երկու մասի, գնում է հանցանք կատարելու։ Չքավորության, չունենալու, աղքատության պատճառով։ Իսկ այն մասան, որը որ ձգտում է կհասնի բանդ, այնտեղից ինքը դուր այդ Եվ այսօր ֆիլմի մասին եմ ուզում ասել, ֆիլմերի մասին, մուլտիկների մասին, որոնք ժարգոնով է։ Եվ այսօրվա երեխեն չունի զբաղմունք, չունի երաժշտական դպրոց չի կարողանում հաճախել, մարզահամալիրներ չկան։ Իսկ մեր Սովետ միության ժամանակ այդ բոլորն ապահովում։ Չէ, մարզահամալիր կա, ուղղակի վճարովի է։ Ես չունևոր խավի մասին եմ ասում, իսկ այսօր Պիոներ ճամբարներ չկան, պիոներ բակային ճամբարներ, չկան, այո։ Եվ պիոներ դրա պալատները հետևանքով փակված են։ մարդը անհատ է, վերջապես կա մի տարիք, որ կոչվում է սեռական հասունացման տարիք, մարդը կայանում է, ուզում է ցույց տա, ով է ինքը, անհատականությունը։ Եվ այդ բացը, այդ դատարկը, որ չի ստանում գրքից, հրաշալի կինոֆիլմերից ուսուցողական, որոնք մենք ժամանակին ստացել ենք, գրականությունից, այդ բացը լրացնում է փողոցից, շրջապատից, լրացնում է կինոֆիլմերից։ Այսօր դպրոցում դասատուն, ուսուցչուհին եւ աշակերտները մեկը մյուսին ասում են բալայան դեբիլ։ Մայրը գոռում է ներողություն, զավակը գոռում է մոր վրա, կսպանեմ, կխեղդեմ։ Ինքնա որոշում, ինքնա թելադրում, եւ սա որտեղից, բնականաբար ֆիլմերից, հաճախ անհարգալից վերաբերմունքը ծնողի մեծի հանդեպ։ Սա է, որ այս բացը մարդը ուզում է անհատականություն է անչափահասը, բաց գրատախտակ է։ Նա չունի ստանալու, ոչինչ չենք տալի, ինչ որ տալիս ենք, նա վերցնում է։ Դրա համար են ձգտում դառնալու մուլտիկները ժարգոնով դա է հրապուրում այդ երիտասարդ այո, չի հրապուրում, այդ եք մատուցում։ Այս դա է մատուցվում։ Եթե մենք հիմա դարդերից Ուրեմն, քո ներողություն եմ խնդրում, քո բառը, ինչ մեր ոսկեեղնիկ հայերենը աղավաղվում է հենց հեռուստա հաղորդավարների կողմից, ֆիլմերի կողմից, որ քո, ինչ անձրեմ, քո համար, երեխեն,